Վերջի տարիներին շատ ակտիվ դատական հայցեր են ներկայացվել հետաքննող լրագրողների դեմ, ընդ որում տարբեր տիրույթներում, լինի հասարակական սեկտորից, մասնավոր, այդ թվում նաև պետական, որտեղ մենք ունենք նաև հիմա ընթացիկ դատ, որտեղ հայցվորը պետական վերահսկողական ծառայություն է։ Այն ժամանակ ղեկավարը Ռոմանոս Պետրոսյանն էր, եւ իրենք են դատական հայց ներկայացրել, պահանջում են 2 միլիոն դրամ եւ հերքում անկեղծ ասած այս տարիների ընթացքում հետաքննող լրագրողներ ՀԿ-ն իմունիտետ է ձեռք բերել դատական հայցերի հետ կապված, որովհետեւ մենք սովորենք, որ մեր հրապարակումները պետքա բուրըն քննարկումների արժանանան եւ ինչ-ինչ շրջանակներին կարող է նույնիսկ դուրս չգալ եւ մենք կարծես թե նորմալ ենք վերաբերում դրան, բայց մեզ համար տարօրինակ է, երբ պետական մարմիններն են գումարային հայցեր ներկայացնում, որովհետեւ դրանից ակնհայտ է դառնում, որ խնդիրը ոչ միայն օրինակ իրենց հեղինակությունը վերականգնելն է, բարի համբավը վերականգնել է կամ իրականության չհամապատասխանող տեղեկությունները հերքելը, այլ նաև ֆինանսական գործոնով պայմանավորված ինչ-որ չափով ճնշել է, որովհետև օրինակ մեզ համար շատ տարօրինակ է, որ պետական վերահսկողական ծառայությունը որպես կառույց հայց է ներկայացնում իր հեղինակության հետ կապված եւ պահանջում է 2 միլիոն դրամ։ Այսինքն հայցորը ոչ թե ֆիզիկական անձ է, պաշտոնյա, այլ հենց կառույց է։ Սա մեզ համար շատ տարօրինակ է եւ ունենք մի դատական գործել, որը ամենամեծ, այսպես գումարային պահանջն է, Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան է զրպարտության հետ կապված հայցադիմում ներկայացրել եւ պահանջում է 6 միլիոն դրամ, որովհետև գրել ենք, որ պատմամշակութային հուշակոթող հանդիսացող շենքում իրականացրել է շինարարական աշխատանքներ, չպահպանելով նորմերը եւ կասկածի տակ էինք դրել նաեւ Երևանի քաղաքապետի տված թույլտվության օրինականությունը, շատ պարզեցված ընթացակարգով էր թույլտվությունը տրվել, իհարկե մեր հրապարակումից հետո հարուցվեց քրեական վարույթ, բայց դեռ դատական process-ը շարունակվում է։ Պետական վերահսկողական ծառայության մասով երբ որ հրապարակում ենք ունեցել, հստակ գրել ենք, որ Արմենիա բժշկական կենտրոնում իրականացվել է ստուգումներ, այդ ստուգումները թերի են իրականացվել, բայց մինչդեռ դրանք ներկայացվել են որպես ամբողջական ստուգումներ եւ ցույց ենք տվել, որ պետական վերահսկողական ծառայությունում ստուգումներ իրականացնող եւ այնտեղ աշխատող մարդիկ խնամիական բարեկամական կապեր ունեն Արմենիա բժշկական կենտրոնի որ ղեկավար կազմի հետ եւ կասկածի տակ ենք դրել ընդհանրապես այդ ստուգման արդյունավետությունը եւ օբյեկտիվությունը, դա են հիմնականում վիճարկում, որ այդ կապերը թեև չեն հերքում, որ այդ կապերը իրականում կա բարեկամական խնամիական, բայց ասում են, որ դրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ, իրենք իրականացրել են օբյեկտիվ ստուգում եւ պատկերը ներկայացրել են, մինչդեռ բոլորիս համար գաղտնիք չի, որ Հայաստանում շատ ակտիվ այդ կապերը օգտագործվում են եւ որևէ մեկը ինձ չի կարող համոզել, որտեղ դա նաեւ իմ անհատական եւ անձնային դիրույթում է, այսպես ասած, կասկածի տակ դնել եւ որ գործոններով պայմանավորված չհավատալ, որ բարեկամական եւ խնամիական կապերը կարող են ազդեցություն ունենալ, հնարավոր չի, ինչպես կարող է օրինակ խնամիական կապը, որը շատ ակտիվ, այսպես շփումներ է ենթադրում միջանձնային հարաբերություններ, որևէ ազդեցություն չունենա եւ ասել, որ մենք իրականացրել ենք օբյեկտիվ ստուգում։ Մենք գրել ենք, որ Կիևյան 7 հասցեում պատմամշակութային հուշակոթող հանդիսացող շենքում տրվել է շինթույլտվություն եւ բնակարանը վերածվել է հասարակական տարածքի, այսինքն բացվածքները այնպես էլ արվել, որ խեղաթյուրվել եւ
արտաքինից արդեն ակնհայտ էր դարձել, որ նորմերին չհամապատասխանող բացվածքներ են իրականացվել։ Մեր հրապարակումից ընդ որում այդ աշխատանքները իրականացրել է ճարտարապետ, ով աշխատել է Երևանի քաղաքապետարանում նախկինում, եւ ենթադրում էինք, որ այդ շինթույլտվությունը ձեռք է բերել նաեւ իր ընկերների եւ ծանոթների օգնությամբ, քանի որ կապեր է ունեցել Երևանի քաղաքապետարանի հետ։ Մեր հրապարակումից հետո նախաձեռնեց քրեական վարույթ եւ պարզվեց, որ իրականում այն թերությունները, որ նկատելի չէր Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաների կողմից, մեր հրապարակումից հետո միանգամից տեսանելի դարձան եւ արձանագրվեց, որ իրականում խախտումներ թույլատրվել։ Նախաձեռնվեց վարույթ, վարույթը դեռ քննության փուլում է, հայցը նույնպես, բայց կարծում եմ, որ ոչ միայն պետք է պատասխանատվության ենթարկվի այդ բացվածքների իրականացնող անձը, այլ համապատասխան շինթույլտվություն տրամադրած անձը, որովհետև նախ հաշվի առնելով, որ շենքը եղել է պատմամշակութային հուշարձան եւ պետք է համալիր փորձաքննությունից հետո տրվեր թույլտվություններ համապատասխան, դա չի իրականացվել եւ ավելի պարզ տարբերակ է ընտրել, այսինքն այնպես ինչպես սովորական, կարելի ասել, շենքերի դեպքում եւ խեղաթյուրվել է այդ պատմամշակութային հուշարձանի տեսքը։ Կարծում եմ, որ քրեական վարույթը պետք է նախաձեռնի նաև տրված շինթույլտվության մասով, մինչդեռ այս պահին մենք տեղեկություններ չունենք, որ վարույթում ներառված է նաև քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյան։ Հայց, այո, ներկայացրել է շինթույլտվություն ստացած անձը, այսինքն այն անձը, ով նախկինում աշխատել է Երևանի քաղաքապետարանում, ասելով, որ մեր հրապարակումը զրպարտություն է, որևէ շեղում թույլ չի տրվել, ամեն ինչ իրականացվել է օրինական, հետևաբար մենք զրպարտել ենք իրեն, պահանջում է հեչքում, ինչպես նաև 6 միլիոն դրամ փոխհատուցում, մինչդեռ ակնհայտ է, որ եթե մեր հրապարակումը լիներ զրպարտություն, նախ քրեական վարույթ չէր նախաձեռնվի, դրանից հետո Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները խախտումները չէին արձանագրի, այսինքն դրանք արդեն արձանագրված են, որ իրականում տեղի ունեցել խախտում, հետևաբար որտեղ է զրպարտությունը, եթե արդեն իրավական գործընթաց սկսել է նաև պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները։ Գիտեք, ինչն է մտահոգիչ ընդհանրապես, երբ որ լրատվամիջոցների դեմ հայցեր են ներկայացնում, որ լրագրողը, լրատվամիջոցը հնարավորություն տալիս է կողմին արտահայտվելու եւ իր դիրքորոշումը ներկայացնելու, բայց այդ փուլում դրսևորում են անբարեխղճություն, հարցերին չեն պատասխանում, նույնը վերաբերում է նաև պետական վերահսկողության ծառայությանը։ Մենք հոդվածում հրապարակած յուրաքանչյուր դետալային հարցի հետ կապված պարզաբանում ենք խնդրել գրավոր, չեն պատասխանել եւ վերջում ստացել ենք հայցադիմում, որ մեր հրապարակումը իրականության չի համապատասխանում։ Կարծում եմ դատարանները եւ ընդհանրապես հանրությունը պետք է հետեւություններ անի, որ թեև հանրության մեջ այդ կարծրատիպը կա, որ հիմնականում անբարեխիղճ են լրատվամիջոցները եւ մտածածին կամ հորինած ինչ որ տեքստեր են գրում, բայց չի դիտարկվում պետական մարմնի եւ առհասարակ մյուս կողմի բարեխղճության հարցը։ Որ եթե քեզ հնարավորություն են տալիս արտահայտվելու եւ եթե դու ունես այդ նաեւ պարտականությունը, ինչու ոչ, որովհետեւ հատկապես պետական մարմինների դեպքում իրենք պետք է գործեն պարզ, թափանցիկ եւ հաշվետու լինեն, եւ եթե դու այդ լծակները, այսպես ասած, չես օգտագործում, հետո ինչպես պետք է ասես, որ հրապարակումը թերի էր, հրապարակումը զրպարտչական բնույթ ուներ եւ այլն։ Իսկ ինչ ես արել, որ այդպեսին չլինի, դու օգտվել ես այդ քեզ հնարավորություն տրվել է, որ դու օգտվես եւ իրականությունը ներկայացնես։ Այս տեսանկյունից եւս պետք է հարցին մոտենալ եւ կարծում եմ նաեւ մենք լուրջ օրենսդրական փոփոխության կարիք ունենք, ինչու որ օրինակ լրատվամիջոցի դեմ հայց ներկայացնելուց առաջ
պարտադիր արտադատական կարգով փորձեն վեճը սպառել, լուծել նոր անցնեն դատարան։ Նախ այսպես կթոթափենք նաև պետության բեռը, որտեղ գիտենք դատարանները ինչքան ծանրաբեռնված են եւ անհարկի հայցադիմումներ չեն ներկայացվի դատարան ու լրատվամիջոցներին չեն դնի նաև վատ վիճակում, թեև տեսեք մենք մտավախություն չենք ունենում եւ այլն, բայց ուսումնասիրելով ընդհանրապես դաշտը կտեսնենք, որ լրատվամիջոցների դեմ շատ հայցադիմումներ են ներկայացվում, դա նաև հոգեբանական ճնշման տարբերակ է, որպեսզի լրատվամիջոցը արդեն ինքնագրաքննության ենթարկի իր տեքստերը, նկատի ունենալով, որ գիտեք, արդեն օրինակ 5 դատական հայց ունենք, յուրաքանչյուր հայցով օրինակ 2 միլիոն դրամ են պահանջում, բավոր արվի ինչպես ենք վճարելու եւ այլն, դա արդեն հոգեբանական եւ կաշկանդող բնույթ ունի, հետեւաբար կարծում եմ նաեւ պաշտոնյաների եւ հատկապես պետական մարմինների դեպքում հենց այդ գործոնով պայմանավորված էլ գումարային պահանջներ են ներկայացվում, որ լրատվամիջոցները իրենց գրաքննեն եւ որոշ, այսինքն հանրության հետաքրքրող թեմաների մասին շատ բաց եւ շատ այսպես շակերտները բաց չանդրադառնան այդ թեմաների